Երկչուի Սաբահ աբրող արասպել մնե Լիբանանյան երկի հսկաները մին, որ իր ասպարեզին ամբողջ ընթացքին փայլած է Լիբանանի եւ արաբական աշխարհի մեջ իբրև երկչուի եւ թերասանուի։ Վանացայինի դնորենության կողմէ հաստատված հadoop հուշանվերը, որ ամեն տարի պիտի հանձնվի պատմություն կերտած արվեստագետիմը, իբրև առաջին նախաձեռնություն որոշվեցավ հանձնել Սաբահի, որուն հայտնվեցավ խոր երախտագիտություն եւ հարկանք արվեստագիտուին իրագործումներուն եւ արձանագրած մեծ հաջողություններուն համար։ Վանացայինի դնորեն Ավետիս Գիդանյան եւ արաբական հայդակրի խմբակիր եւ հաղորդավարուհի Հալա Հադդադ այցելեցին Սաբահի ընկերակցությամբ երեսփոխան Հակոբ Բագրադունի, որունի դես Սաբահ մեծավես կնահատեց Լիբանանյան խորհրդարանի անդամին իրեն տված այցելությունը։ Մեծ երկչուին իր խոսակցության ընթացքին խոսեցավ իր անցած ուղիի մասին, վերհիշեց այն փառավոր անցյալն ու պատմությունը, զորաբրեցավ եւ կնահատվեցավ բոլորին կողմէ իբրև Լիբանանյան երկարվեստին սյուները մին։ Սաբահ նաեւ խոր հարկանքով եւ թրվադիկով խոսեցավ լիբանանահայության մասին։ Անհիշեց Պեմատրիչ Բերջ Ֆազլյանը եւ խոր հարկանքով նաեւ հիշեց այն հայ արվեստագետ Կոշկագարը, որ իր парքի օրերուն մնայուն գերբով կպատրաստեր իր փեմական գոշիկները։ Երկչուին նաեւ վկայեց, որ առանց հայերուն Լիբանան քեեցիկ պիտի չլար, շեշտելով հայության ստեղծագործ եւ շինարար ժողովուրդ մըլլալը։ Սաբահ, որ երկար ժամանակ է վերգմերժեր հանդիպումներ ունենալ լրագրողներու հետ, Վանացայինի պատվիրակության հետ համաձայնեցավ դեսակցիլ շնորհիվ հաղորդավար եւ լրագրող Ժոզեֆ Ղարիբի։ Սաբահ ներկայիս կվայելի հոգադարությունը իր զարմուհիին Պեմատրիչ Կլոդա Էլի։ Սաբահ անշնչելի է չերկրեց Լիբանանյան երկարվեստի եւ եգիպտական ֆիլմարվեստի պատմություններու մեջ եւ ան այսօր վերածված է առասպելական թեմքիմը, որուն երկերը առհավետ պիտի հնչեն։